պարոն Աբրահամյան, նայեք, ես այդ բոլոր հիմա այդ հարցերը, որ բարձրաձայնում ենք, նույն կենտրոնների վերաբացումը սպորտային բժշկության եւ այլն, չէ՞ որ դա արվում է նաեւ, որպեսզի այդ ամեն ինչից օգտվի Պարաօլիմպիկ կոմիտեն։ Չունենք սպորտային ռազմավարություն։ Միանշանակ, այսինքն դա էլ է, իսկ ինչ ես ուզում եի ուղղակի ես իմ համարել եմ գրել, ճիշտն ասած, այ որ բարձրաձայնեցիք թվեր, հա, ես էլ բարձրաձայնեմ, համեմատություններ անցկացրել, հա, ԿԳՄՍ նախարարությունը, ուրեմն մասսայական սպորտի եւ բարձր նվաճումների սպորտի հետ կապված 2017 թվականին բարձր նվաճումների սպորտը 1.4 միլիարդ է ֆինանսավորվել, 2025 թվականին 6.9 միլիարդ։ Հիմա ուզում եմ հասկանալ։ Չէ, ուղղակի, ասես, որպես զրույց, հա։ Շատ մեծ թիվ ավելացել, շատ։ Բա այդ ժամանակ ինչի, օրինակ, մեր բարձր նվաճումների սպորտը չի հասնում այն մակարդակի, որը որ մենք միշտ աշխատել ենք եւ ուզեցել ենք, որ լինի։ Նույն ֆեդերացիայի նախագահներ եք նստած, ներկայացուցիչներ եք, ձեր ֆեդերացիաների գումարը ավելացել է, թե իջել է։ Վերջ, ուրիշ ոչինչ։ Դրա համար այդ թվերը բարձրաձայնելուց պետք է 5 տակը դնել, չեմ ուզում անդրադառնամ մասսայական սպորտին, որտեղ մասսայական սպորտի մասին ընդհանրապես քանի ծրագիր կար, որ մենք իրականացնում էինք, հա, եւ այսօր ոչ մի ծրագիր չի իրականացնում մասսայական սպորտի հետ կապված։ Դա նախադպրոցական հիմնարկներից մինչեւ տարեցներ։ Պարոն Դավթյան, լավ հիշում եք, ձեր վարչությունն էր իրականացնում եւ այժմ ոչ մի նման ծրագիր չի իրականացում։ Ցավալի է, բայց փաստ է։ Պարոն Ղազարյան, մի փաստ էլ նշեմ, որ այդ ֆոնի վրա, երբ որ ասեց, որ կտրուկ բարձրացել է սպորտի ֆինանսավորումը, նախ ասեմ, որ սպորտի նախկին համակարգողը մեր 110 միլիոնը իջացրեց 21 միլիոնի, լուրջ ջանքեր թափելով այդ ուղղությամբ, եւ շատ կարեւոր բան էլ նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել մեր պարալիմպիկ խաղերի մասնակցության ընդամենը 5 միլիոն գումարը։ Եվ հիմա մեր Միլան Կորտինայի մասնակցության պարալիմպիկ խաղերի մասնակցությունը մեծ հարցականի տակ է։ Սա էլ ասեմ, եւ ընդհանրապես նախարարությունը ինքը դարձել է խստապահանջ հովանավորի հովանավոր է դարձել, երբ որ ֆեդերացիաներին վրաերթ անելու հազարով մի տեխնիկաներ է մշակում եւ ամեն ինչ անում է, որ հանկարծ չշեղվեն։ Ձեզ շատ լավ հասկանում եմ, պարոն Աբրահամյան ջան, եկեք չբողոքենք, որտեղ եթե իրավիճակն ենք, եթե ներկայացուցիչը չկա, ես չեմ ուզում նման թեմայի շուրջ խոսամ, իրականում շատ կարևոր է, մենք էլի բարձրաձայնում ենք, այո, մենք բոլորս իրականում ես գիտեմ այդ խնդիրը, ես էլ տեղյակ եմ, ես գիտեմ։ Բոլոր դեպքերում եկեք, քանի որ ներկայացուցիչը չկա, բարձրաձայնենք, ասենք, որ մենք գիտենք, բոլորս էլ պրինցիպի գիտենք, տենց չի որ, բայց քանի որ ստեղ չեն, կոռեկտ չի։ Ընդհանրապես խոսում են խտրականության մասին, հաշվանդամություն ունեցող անձանց հետ կապված խտրականության մասին, երբ որ խոսում են, ասում են մեր երկրում վաղուց վերացել է խտրականությունը։ Բուն սպորտի ուղղությամբ ես կարող եմ հազարատ խտրականություն ներկայացնել այս պահին, որը շուտով կներկայացնենք Եվրոպական միության համապատասխան համաձայն եմ ձեր հետ։ Միանշանակ համաձայն եմ, իհարկե, դա պետք է այսինքն 100% խտրականություն։ Դա պետք է ուշադրության կենտրոնում ընդորում պահվի, ես ձեր հետ համաձայն եմ, միանշանակ։ Ասացի, որ արդեն Արտուրը հարցեր ունեք պարոն Աբրահամյանին։ Ես մի բան եմ ուզում ասեմ։ Հավանաբար այդ գումարը, որ շատացել է սպորտի ոլորտի այդ գումարը, վերաբերում է միջազգային տարբեր մրցումներ կազմակերպելուն։ Մի հատ դիտարկում անեմ, որ ամբողջ աշխարհում քաղաքները եւ երկրները իրենց գումարները հիմա հաշվում են, ավելորդ ծախսեր չեն ուզում անել։ Դրա համար այդ մրցումների ընդունիչները քչացել են եւ առաջարկվում է, օրինակ մեր պարալիմպիկ կոմիտեն տարեկան 10 առաջարկություն է ստանում որևէ միջազգային իրադարձություն այստեղ կազմակերպելու։
Այսինքն մեծ մասամբ իրենք անիմաստ գումարներ են, ահռելի գումարներ են ծախսում, որպեսզի 5 օրանոց, 3 օրանոց միջոցառումներ կազմակերպեն։ Համաձայն եմ ձեր հետ։ Ես հարցում եմ մի հատ կներեք, թիվը ես կուզենայի իմանալ, էլի քանի ունեք այսօր մարզիկ ընդհանրապես հանրապետությունում, որոնք ասենք գրանցված են ձեզ մոտ եւ ընդհանրապես շարունակում են իրենց մարզումները, մեծ թիվը այդ թիվը, էլի թե եւ փոխվել է այդ թիվը այս պատերազմից հետո թե չէ։ Ես ֆինանսավորման հետ եմ ուզում դա բանանեմ էլ։ Պարոն Գաբրելյան, 89 թվականից ի վեր այդ մարդկանց քանակությունը շատանում է։ Երկրաշարժ, Արցախյան առաջի պատերազմ, հետագա պատերազմներ, որ գնալով շատանում են։ Ես էլ ուզում լսեմ, ինչքան է այսօր, այո։ Մարզի սպորտով զբաղվողների քանակությունն եք, եթե ուզում իմանաք, մոտ մի 150-200 հոգի կարող են լինել, քիչ թե շատ, որ մի քիչ ակտիվ են սպորտի մեջ։ Սպորտի մասին, ֆիզիկայի մասին։ Չէ, սպորտի մասին։ Մեծ սպորտի մասին։ Մեծ սպորտի մասին։ Հասկանալի է, շնորհակալություն։